Բարի եկացեք սիրելի քույրեր եղբայրներ, ողջունեմ ձեր բոլորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք շնորհակալություն, որ երկար բացակայությունների վերջ դարձյալ իրարու հետ միացան դերը պարապանելու, դերը մեծարելու, Տիրոջ շնորհքով եւ ձեր աղոթքներով, անոր լուրունի արդեն որ հարևեինք, հարևի չեմ բարևները, չեմ ձեր բարեկամները, ասկականները, պատտուկները, բաճիկները բոլորը գուղարկեն, մասնավոր մեր եղբայրացության քույրերը, եղբայրները բոլորին բարևներ, հատուկեն մեր Հալեվի Սրբազան հայրը երբ հանդիպեցան, ասինք իրեն մեր խումբին մասին լուրջ ուներ, բայց Տիրոջ որ արիթ եղավ, որ հանդիպեցանք եւ բոլոր մեր ծրագիրները Տիրոջ գամքով իրեն ներկայացինք, շատ ուրախացավ, որ հավաքվինք եւ դերը կպաշտենք, շատ կաչալերեց եւ շատ մեծ խրատներ տվավ, խրատները երկու հատ տվավ խրատ եւ ըսավ անպայման փոխանցեք եւ հիշեք, ըսավ նախ միշտ սուրբ գիրք արտացողներ թողնան խումբի եղբայրները եւ քույրերը, երկրորդը ավելի շեշտելով միշտ աղոթողնան։ Անհատական աղոթքը Տիրոջ ավելի գմոդեցնե անձը, որպեսզի ճանչնա դերը իրեն, ինքը անձը Տիրոջ։ Բարդ Տիրոջ, եկեք սիրելիներ, որ ընկայս Տիրոնական աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտամունքը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Եկեք քույրեր եղբայրներ ամեն բանի առաջ փառք տան մեր Տիրոջ, որ ինք մեզ սիրեց, մեզ գանչեց եւ մեզ գլսեց։ 18-րդ Սաղմոսի մեջ կտեսնենք կսե ով իմ զորությունս, իմ վեմս, իմ բարիսպս, իմ բրգիչս, իմ հույսս, իմ վահանս, իմ բրգության եղջյուրս։ Նյագության մեջ դերը գանչեցի, անիգա իր դաջարեն իմ ցայնս լսեց, որովհետև գճանչնա մեր ցայնը դերը։ Ու իմ ցայնս անոր ագանչը հասավ, այսինքն խոնարեցավ մեր դերը եւ մեր ցայնը լսեց։ Եկեք սիրելիներ, բարձրանք, որ այսպիսի Աստված ունենք, որ միշտ մեր կողքին է, մեզ կպաշտացնի եւ մեզ կսիրի։ Ո
Գոհացեք Տերոջ մեն վասնզի բարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտյան է, նաև ըսեք, ով մեր բրգության Աստվածը, մեզ բրգե ու մեզ հավաքե և մեզ ազատագրե, որպեսզի քու սուրբ անվանդ գոհություն մատուցանենք ու քու օրհնությունովը բարձրանանք։ Եկեք սիրելիներ, գոհանանք Տիրոջ մեն, փառք տանք իր սուրբ անվանը։ Միակ ճշմարտությունն է, որ իրեն ողորմությունը և ճշմարտությունը հավիտյան է։ Պիտի խնդրեմ անի կրոջմե, որպես ինեզի ինտերցեն Սաղմոս 150։ Անոր և որդու և ողքույն սրբո ամեն։ Փառք Աստծո։ Ալելույա, օրհնեցեք Աստված իր սրբարանին մեջ, օրհնեցեք Զանիգա իր զորությանը, հաստատությանը մեջ, օրհնեցեք Զանիգա իր զորավոր գործերուն համար, օրհնեցեք Զանիգա իր մեծափառությանը համեմատ, օրհնեցեք Զանիգա փողի ցայնով, օրհնեցեք Զանիգա դավիղով ու քնարով, օրհնեցեք Զանիգա թմբուկով ու բարով, օրհնեցեք Զանիգա լար ունեցող նվագարաններով ու սրինքով, օրհնեցեք Զանիգա մեծացայն ծնծղաներով, օրհնեցեք Զանիգա ցնծության ծնծղաներով, ամեն շունչ ունեցող թող Տերը օրհնե, ալելույա, ամեն։ Եկեք սիրելիներ, մեր շունչովը, մեր ցայներովը մենք ալ Տիրոջ օրհնենք, որովհետև նա արժանի է։ Moving on.
աղոտ պայսացնենք գողության, որ մեր դերը ողորմած կտա ճշմարիտ Աստված է։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ ես Տեր, փառավորյալ ես, սուրբ ես, ամենագարող ես, կխոնարհիկ Տեր, ու սրբությանը դարձև, փիր փառքը, բադիվը, զորությունը, կարողությունը քեզի կմանուցանենք։ Դեր որդուն դերերուն դերն ես, Դեր որդուն թագավորներուն թագավորն ես, Դեր որդուն բժիշկներուն բժիշկ ես, Դեր որդուն ամենագարող եւ ամենուրեք ես, Դեր որդուն գադարյալ Աստված ես, Դեր որդուն հարուցյալ Աստված ես, շնորհակալ ենք քու զորությանդ համար, որ ոչ թե կործեց, հապա նաեւ կկործե, հապա նաեւ պիտի կործե, հավիտյանս հավիտենից, ծովը ջեղքով Աստված, բարիսները քանթող Աստված, հիվանդները բժշկող Աստված, մերելներուն հարություն վարքևող Աստված, օրհնյալ ես Տեր, որ օրը մեզի կդար, օրհնյալ ես, որ օրը մեզի կանչեցիր, օրհնյալ ես, որ օրը մեզի փրկեցիր, մեր անունները գենաց քրկիտ մեջ քրեցիր, հարկ ու դամ Տեր, որ քու արյանը թանկ կաթիլները գաթեցան մեր սիրույն համար, որպեսի մեզի մեղքի դիղմեն ազատես եւ հավիտենական կյանքի առաջորդ ես եւ մեզի այն շնորհքը դաս, որ ամեն շնորհքներ են վերը, այն փրկության բարգեւը, որ ունարժանացուցիր, անոր համար փիր փառք ու դամ քեզի եւ գործենք քեզ Տեր, գործենք քու սրբարանիդ մեջ, գործենք քեզ, որովհետեւ դագավին շունչ ունենք եւ հավիտյանս հավիտենից քեզ պիտի օրհնենք, դուր որովհետեւ մեր կյանքերով, մեր շունչերով, մեր վարմունքով, մեր ընտանիքներով, եկեղեցիով, ամբողջ հայ ազգով քեզի բաշխողներ եւ օրհնողներ ընան, քանի որ դու ես արժանին, դու ես միակը, դու ես օրհնյալը եւ փառավորյալը, դու ես որ փառավորվեցար եւ պիտի փառավորվիս, այո Տեր, մեզ արժանիր է, որպեսի երկով եւ խոսքով, փառաբանությամբ եւ երկրպագությամբ քեզի վայել զավակները լան, քու անունը փառավորողները լան, քու լույսը ծպրողները լան, քու անուշհոդը դարաձողները լան, դու գործեով Սուրբ Ոգի Աստված, այս պահվան մեջ մեզ յուրաքանչյուրին սրտին եւ հոգին մեջ, եւ դու որ այս փառաբանության բادرակը, դու որ այս օրհնության բادرակը քու արջևը լսելի եւ ընդունելի ըլլա, դու որ հոգիով եւ ճշմարտությամբ փարսացած փառաբանություն եւ աշտամուտ կնա, որպեսի փառավորվի միայն ու միայն Հայրը, Որդին եւ Սուրբ Ոգին, այսօր եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամեն։ Դեր օրհնեք ուղես, եկեք սիրելիներ, մեր պարապանությամբ, մեր աղոթքներով միանանք երկնքի մեջ գտնվող թյուրավոր հրեշտակներու խումբին, երեցներու խումբին, որ արտատար դիրոջ կաղագին, կմեծարեն, գերգրվակեն և գսեն, դեր տուն սուրպ ես, հզոր ես, մեծ ես, արժանի ես պարապանվելու, մեծարվելու, ամեն մարդկու արջևը բիլի խոնարի դեր, պարկ, որ կեզի բես սուր դեր մունիք, որ իր կյանքը զոհեց մեզի համար և մեզ դվավ հավիտենական կյանք։ Ամեն։ Oh,
ամեն բանի վրա իշխանություն ունեցող Տեր, եկուր եւ իշխե այս պաշտամունքին վրա, եկուր եւ իշխե մեր սրտերում վրա, մեր հոգիներում վրա, Տեր Հիսուս, այո Տեր, մենք եկած ենք լսելու կուցայինը, առնելու քեզ մե եւ գադարելու եւ դնկելու մեր սրտերում մեջ եւ գործելու մեր կյանքերում մեջ։ Արժանի ես Տեր կալ եւ քու կերուկով նստի եւ քեզի լսել Տեր, որովհետեւ քու խոսքը կյանք է Տեր Հիսուս։ Ամեն։ Տեր գաղութենք մեր պատկամապեր երկորը համար, մեր եկող քանի ծրագիրներուն համար ամեն բան քու ցերկերուտ մեջ կտնենք, որովհետեւ քու գործերը բարի են Տեր, քու գործերը որ դու սկսած ես դու կվերջացնես եւ բարիով կվերջացնես։ Այո Տեր գաղութենք մեր պատկամապեր երկորը համար, դու աչք կողմը գեցիր եւ զորացուր իրեն, լեզու եղիր Տեր իրեն, որովհետեւ ինչ որ վիդարնե քեզ մեր մակրության, սրբության եւ ավելի քեզ մոդելանու համար է Տեր եւ գադարել մեր կյանքի մեջ ինչ որ դու ուզես մենք ցածնանք դու բարձրանաս ամեն Տեր Հիսուս այսօր դարձյալ ունին ծրագիրը որպեսզի պիտի ներկայացնեն մեր մանուկները իրենց մանկական հոգիով իրենք ալտիրոջ պիտի պարապանեն սաղմոսներ պիտի եսեն աղոթեն եւ մեծարեն մեր Տերը այս բոլորը մանուկները սորվեցան շաբաթներ առաջ եղբայրակցությամբ գազմագերված մանուկներու ճամբարին մեր նվիրյալ քույրերու շնորհիվ պիտի հրավիրեն մանուկները որովհետեւ վայելենք մեր մանուկներուն դրամեցեք Asal maritsik lekatela. İşte sayfiye Nurellala. հոգևոր եղբայրակցության երակնորյա հաճախող մանուկներն ենք։ Մենք մեր Տեր Հիսուս Քրիստոս լուսո որդիներն ենք։ Ամեն։ Այս համար մեր շատ սիրելի երակնորյայի ուսուցչական կազմը մեզ համար կազմամարկեցին յուրահատուկ երորյա ճամբար։ Գիտեք, այստեղ մենք ուրախ և հաճելի բահեր անցուցինք, սորվեցանք մեծ ճշմարտություն,
որ Հիսուս Քրիստոս ինքն է աշխարհի լույսը։ Եվ մենք ընդունելով իրեն, իբր Տեր եւ Փրկիչ, մենք ալ դարձանք լույսով որդիներ։ Սորվեցանք նոր հոգևոր երգեր եւ սուրբ քրային համարներ, որ քիչ հետո ցես պիտի ներկայացնենք։ Սորվեցանք մեր մեծ եղբայրներեն և քույրերեն թատրոնի միջոցով, թե ինչով կտարբերվի լուսով որդիները խավարի որդիներ են, և մենք իբր լուսով որդիներ, ինչպես վայելուչ կլանք Տիրոջ առջև, օրինակ, քեշ խաղեր չխաղալով, անվայել խոսքեր չսելով և վատ երգեր չլսելով և այլն։ Շատ շնորհակալ ենք մեր մեծ պատանիներեն և պարմանուհիներ են, նաև խաղացինք նոր խաղեր և ունեցանք հաճելի անակնկալներ և երազիկվեցանք համեղ սնունդ։ Շնորհակալ ենք մեր տիկնանց քույրերեն, որ շատ օգնեցան մեզի համար։ Տերը օգնե ձեզ։
Կուզենք ամենամեծ շնորհակալություն բարձրացնել մեր Տեր Աստծուին, որ մեզ արգանացուց ապրելու օրհնյալ 3 օրերը։ Դարձյալ հատուկ շնորհակալություն այն Սուրիա հայերու հոգևոր եղբայրակցության վարչական կազմին, որ օժանդակեցին։ Հատուկ շնորհակալություն մեր շատ սիրելի Գիրակնորիայի ուսուցչական կազմին, որ ոչ մեկ չանկերչի չխնայեցի մեզի համար։ Տերը ցես շատ օրհնել, դերոշմե բարձրադրվիք։ Դարձյալ սրտան շնորհակալ ենք մեր սիրելի ծնողներեն, որ մեզ ուղարկեցին Աստծո խոսքը լսելու և սորվելու։ Շնորհակալ ենք ձեզ հարգելի ներկաներ, որ մեզ աղոթեցիք գիշեր ու ցերեկ։ Տերը ձեզ բոլորի շատ օրհնե։ Եվ կտեսնենք այսօր մեր քույրերեն և եղբայրներեն բացականեր կան։ Մենք այսքան չենք, կամքի անգախ պատճառներով չի կարողացան մեզ միանալ, բայց կուզենք իրենց անունով անգամը ևս ողջունել և շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին։ Հիմա կուզենք ձեր հայացքը դարձնենք մեր տեսահոլովակին, որ պատրաստած են մեր սիրելի Գիրակնորիայի առաջնորդները մեզ համար։
Տալինք Գիրագոսյանին, որպես մոտենա աղոթե մեր մանուկներուն համար, ուսուցչական գազմին համար հրամեցեք կույրերը երկու արմենաջիկ։ Ինչպես քիչմանացեք սերքի պրնած գվազեին, տողից սերքի պրնած, իրան է ազձո տաշկի մեջ վազեին, իրենց տանիքին անիմատ, իրենց շրջաբատի մեջ աղ և լույսը նա, աղոթենք սիրելի կույրերմաներ, ոտքի էլ ենք մեր սերքերը երեխաներուն ուղենք, միանանք տալին կրոջ աղոթքի։ Այո, անհոր եւ որդվոր եւ հոգնի սրբո ամեն։ Շնորհակալ ենք Տեր այս բաղվան համար։ Ով Տեր մեր սրտերը ուրախ են գցնցան, որովհետև մեր զավակները դրած ենք քո ճամփոտ մեջ։ Անոնք լույսի որդիներ են, այո, ինչպես որ ասին, անոնք լույսի որդիներ են, անոնց ընտանիքները լույսի ընտանիքներ են եւ անոնց հաջողած եկեղեցին լույս եկեղեցի է, որ ճշմարտություն կխոսի, որ ճշմարտություն կհրճակե։ Այսօրով Տեր կխնդրենք պաշտպանությունը այս խումբին, այս կիրակնորյա խումբին իրենց ծառայող քույրերով, իրենց օգնականներով Տեր, թող պաշտպանվին Հիսուսին արյան զորությունով, Աստծո Սուրբ Հոգին, Հիսուսին Սուրբ Հոգին թող առաջնորդե իրենց ծառայողները սրտանց, հոգիով, առանց խնայելու ոչ մեկ չանք, իրենց օգնականները սիրով, նվիրումով, ով Տեր կտեսնես, դու իրենց սրտերը կտեսնես, թե ինչքան զոհված են եւ նվիրված են այս ծառայության, օրհնե ով Տեր իրենց ընտանիքները, իրենց կյանքերը, ամեն սարերը թող հալին, ամեն լեռները թող փշրվին իրենց կյանքերում մեջ, բարձրություն իրենց արած ծառայության եւ մեր փոքրիկները ով Տեր օրհնես իրենց բահեր ճշմարտության ճամփում մեջ, որովհետեւ դունես ճամփան, դունես ճշմարտությունը եւ դունես կյանքը իրենց այդ ճամփում մեջ բահեր Հիսուս Քրիստոսի արյան զորությունով կխնդրենք, օրհնես իրենց ընտանիքները, որ իրենց համբերությունով կտանեն Աստծո ճամփան, կբերեն գիրակնորյա, իրենց սրտերը ով Տեր հաստատ բահե, որ իրենց զավակներուն ամենամեծ փառիքը, որ իրենց կնեն, իրենց զավակներուն գիրակնորյա առաջնորդելն են, օգնե ով Տեր, շնորհակալ ենք մեր եկեղեցին, վարչության, ծառայողներուն, խնամակալության, հոգադարության, որ ամեն կերպ չանք կնեն, որ իրենց զավակները, եկեղեցին զավակները քալեն Տիրոջը ճամփում մեջ։ Օրհնե այս եկեղեցին, օրհնե եկեղեցին ընտանիքները, օրհնե եկեղեցին զավակները, բադանիները, երիտասարդները, թող լույսը մեր եկեղեցի մեջ սկսած կիրակնորյային առավել զորանա, աճի, բազմանա եւ շատ խավար դեղել, լուսավորենք, բստիկեն մինչև մեծը Հիսուս Քրիստոսին անունով։ Ամեն եւ ամեն։ Ամեն։ Ներողե։ Ուրեղայներ։ Սիրելիներ, վայելեցինք պարապանությունը, վայելեցինք աղոթքը, վայելեցինք մանուկները, ժամն է վայելելու Տիրոջ խոսքը, մեր եղբայր Վասկեն Գերխաչելյանի կողմեն, հրամեցեք եղբայր։
Հայրու քույրեր եղբայրներ, Փառքուդան Աստուծո իր սիրույն համար, եթե իր սերը չլար մենք չենք կրնար հավաքել այսօր, այդպես չէ։ Եթե իրարու հանդեպ սեր չունենայինք, Աստուծո սիրո մեջ այսօր ներկա չենք կրնար։ Ես կավատամ այսօր։ Շնորհակալ եմ Սուրիահայ հոգևոր եղբայրացության մեր վարչական եղբայրներուն, որ այս արիտը ընձայեցին Աստծո խոսքը կիսվելու համար։ Հիմա պիտի չսեմ փոխանցելու, որտեղ փոխանցել իմ կովինս կդամ, բայց կիսվելու համար ես եւ դուք օգտվենք Աստծո խոսքին, լանի տաստիարակչական, լանի հանդիմանական, ինչ որ են նյութը Աստծո խոսքը իրեն բարապ չդարձնի։ Եվ ամեն բարգան մենք կարիք ունենք իր ճշմարիտ խոսքին այնքի քաղելու, այնիչ որ մեր կարիքն է, այնիչ որ մեզ գայլափոխ է։ Հիմա հարցումը Ադամին օրեն սկսյալ մինչև այսօրս չկա անցմը, որ հիվանդությունը չունեցած։ Հետս է։ Դա այդպիսի բանը։ Նույնիսկ եթե գրիպ կամ հարկու, այս մարմինը պետք է հիվանդանա, ոչ թե ճիշտ բառը ասեմ, այսինքն որովհետև այս աշխարհի մեջ ենք պիտի հիվանդանանք եւ չկա անցումը, որ ծնունդ արավ Ադամեն ետք եւ չմեղանչեց։ Այս երկուքը, այսինքն հաստատված է։ Բայց հիվանդության պատճառը Ադամ եւ Եվային անհնազանդության հետևանքով է։ Հիմա այս երկուքը միասին պիտի գալեն այսօրվա պատգամի մեջ։ Երկուքն ալ լուծում ունին հիվանդություն եւ մեղքը։ Երկուքն ալ լուծում ունին չէ, բայց ինչ որ այս նյութը սերդեցի, տեսա որ երկուքին ալ լուծումը եւ հանգրվանները կրեթե նույնն են։ Հին ուխտի մեջ անձնավորություն մգա եւ թեփ մգա, որ մեկ գլխի մեջ հիշված է, մեկ գլխու։ Այս նոր ուխտի մեջ միայն մեկ համարերն համար հիշված է։ Ասորի Նեհեման։ Մեկ գլուխ միայն 4-րդ թագավորաց 5-րդ գլխում մեջ Ասորի Նեհեմայի մասին հիշված է սիրելիներ։ Ասորի Նեհեմայի մասին ես ուրեմն պիտի չսեմ ով էինք, հիմա համարներու մեջ արդեն պիտի կարդանք։ Առաջին գեդը, որ պիտի առնենք այս անձնավորության, ես միայն պիտի խնդրեմ սիրելիներ, մի քանի անձնավորություն կա այս հատվածի մեջ, այս թեփքի մեջը, ուզեմ որ դու նայես թե ուր ես դու, որ հանգրվանի մեջն ես եւ դու անցան անհատական նայես թե արդյոք ինչ կրնամ անել ելնելով այս պատկամեն, ինչ է առնելի քայլերս եւ հանգրվաններս։ Ուշի հետևիկ անձնավորություններով վրա։ Առաջին գեդը որ պիտի առնեմ մեղք եւ գիտակցություն։ Մեղքին գողքին գրնամ տնել հիվանդություն բարը, բայց երկուքը երբսի որ հորիզոնական միասին կգալեն, մեղք եւ հիվանդություն եւ գիտակցություն։ 4-րդ թագավորաց 5:3 Ասորիներու թագավորի զորակլուխու Նեհեմանի Տիրոջը առջև մեծ ու հարգելի մարդն էր։ Քանզի դերը անոր ցերկով ասորիներու բրգություն տվավ, այս մարդը զորավոր գդրիչ մներ, բայց բոլոդ էր։ Հստակ է։ Ես մասին պիտի չխոսի, բայց արդեն հստակ է ով է, ասորիներուն զորակլուխներ եւ հարկված էր իր թագավորի կողմեն եւ իր ցերկով շատ մեծ հաղթություններ գրած էր։ Ասորիներու քունտերը ելնելով Իսրայելի երկրեն բստիկ աղջիկ մքերի գարդեն։ Անիգա Նեհեմանին գնոջ կովն էր։ Այսինքն այս բստիկ աղջիկը հրյա քերի արած են ասորիները եւ Նեհեմանին գնոջը կով ոչ թե քերի էր, այլ գծարայել են։ Անիգա իր դիպնոջ ըսավ, խոս շատ ուշի մտիգնեք։ Երանի թե իմ դերս Սամարիա եղող մարգարեին կովլար, այն ադեն զանիգա իր փորոդութենեն կբժշկեր։ Ով է խոսովը, ովքի գաղջիկը
որը գխոսի որ Նեեմանի գնոջ։ Հոս հիմա մեկ մեզի վարգյանն ասամ այդ աղջիկին դեղը գտնենք։ Հրյա աղջիկ, բզդիկ աղջիկ, քերի է, ասորիներու ցերքի մեջ է եւ ինչ կնե որ հոս գվգայ գոր։ Ճիշտ է։ Գվգայ գոր որը գվգայ զորա գլուխի գնոջ։ Որ եթե մարգարեինքով լարդը բժշկվեր։ Այսօր դու այս փոքրիկ աղջիկի ես։ Իջարա ինչպես այս բզդիկներ ելան սիրելներ։ Հիսուսին չսավ, եթե այս բզդիկներում վես չլակ երկինք պիտի չմտնի։ Շատ ստաղ է։ Այս բզդիկ աղջիկը չվախցավ, չամտցավ, անարգվել է չվախցավ։ Ուղղակի գնոջը սա որ եթե մարգարեինքով լար արդեն կբժշկվեր։ Պիտի բժշկվեր։ Դու այսօր գրնաս մգայել Հիսուսը։ Դու այս մանուկի պես այս բարականերում մեջ, իր բարակայի մեջ գրնաս քաչապար վգայել, առանց վախտանալու որ գրնալալ անարգվից, գրնալալ նույնիսկ ինչպես որ մենք Սուրյո մեջ տեսանք կամ կարկ երկիրներու մեջ անդարգվից։ Այս բզդիկ աղջիկը մտքիդ մեջ ըտիր և հոնգե քայլ մար։ Երբ ասենք գիտակցություն, Նեեման լսեց, Նեեմային գինը լսեց աղջիկեն և փոխանցեց իր ամուսնուին։ Ասե որ Նեեման ադեն զանիգա իր պորորդութեն են, այսինքն ինքը լսեց և հոս գիտակցեցավ մեղք մգա իմ մեջս, գամ դգարությունը ես գիտակից եմ այդ մեղքին։ Մեղք և գիտակցություն։ Ինքը գիտակցություն ունեցավ Նեեման, որովհետև հոնգս է որ փորոդեր արդիկն հայդարարված էր այդ հիվանդությունը։ Նույնիսկ այդ փոքրիկը լուրոներ բզդիկ աղջիկը։ Դու գիտակից ես, որ դու գարիկ ունիս փրկության։ Դու գիտակից ես, որ դու դգարություններուդ մեղքերուդ համար պետք է լուծումին նայես։ Պետք է լուծումին նայես։ Հոս առաջին ուրեմն մեղք և գիտակցություն։ Մեղք մգա, հիվանդություն մգա, Նեեման գիտակից էր այդ մեկին։ Նայք շարունակեց ինչ հրավ, երկրորդ հանգրվանը ինչ է։ Երկրորդ խոնարհություն և որոշում։ Չորրորդ թագավորաց 5:4-5 դարերը բզդիկ են հստակ չեն մնալու գարտալ։ Նեեման գնաց իր տիրոջը բատմեց ու ասավ. Իսրայելի երկրեն եղող աղջիկը այսպես ու այսպես խոսեցավ։ Ասորիներու թագավորը ասավ. Գնա ուրեմն ես Իսրայելի թագավորի նամակ կղրկեմ, անիկա գնաց իր ցերկը 10 տաղանդ արձատ ու 6000 ոսկի ու 10 ցերկ փոխելու հանդերձ արավ։ Առաջին ինչ ասինք խոնարհություն։ Երևակայեցեք զորագլուխը ինչ ասեմ այս քաղաքի թագավորը, վարչապետը, նախագահը, նախարարը այսպիսի անձեմը այսպիսի բան մգլս է, այսինքն իր հարցին լուծում մգլս է։ Չսա որ այս փոքրիկ աղջիկը ով է որ ինձի ուղղություն կդարվող։ Ես ասինչը ասոր մտի գնեմ։ Ոչ թե մի անհատքային։ Գնաց թագավորին ասա որ այսպիսի մեկը կսե որ այսպես։ Բրնակ որ երևակայել, այո, ինքը հետանոս էր, բայց խոնարհություն ուներ հոս։ Սիրելիներ, մենք շատ անգամ մեզ մի ավելի նվազ պաշտոնով անցելու կամ գիտությունով կամ որևէ մեկ բանով նյութականով երբ կարծիք տան ինչ կնենք։ Ընդհանրապես կանդեսեք, չէ։ Ընդհանրապես այդ կարծիքը առնելով չենք մտածել, որովհետև ես իրմե ավելի գիտեմ, ես իրմե ավելի հարուստ եմ, ես ավելի բարձր պաշտոնի վրա եմ։ Ով է ասի որ ինձի կարծիք տա։ Ես այս բաները շատ լսած եմ։ Գրնակ երևակայել զորագլուխը այդ փոքրիկ աղջիկին մտի կրավ։ Գարնեք որ չէ մեսեջները։ Ինչ հրավ որոշում արավ։ Միայն խոնարհությունը չէր, այո լսեցի շիդագե, բայց որոշում արավ, ինչն էր թագավորին երթան, թագավորը նամակ գրկեց, որոշում արավ Ելիսեին քով երթան։ Մեկ բզդիկ աղջիկը խոսքով։
Նայեցեք այդպես բզդիգին աղջիկին խոսքի խոնարհությունը թե մի ուր պիտի դանի։ Նույնն մենք Չորրորդ թագավորը նույն գլխում մեջ համար մգա որ PowerPoint-ի մեջ չէ իշխած։ Ուրեմն 5, 7 եւ 8 Երբ Իսրայելի թագավորը նամակը գարտած, ուրեմն նամակը ասորիներու թագավոր են, Իսրայելի թագավորին իր հանդերձները բادرեց ու ուսավ, միթե ես բերցնելու կամ ապրեցնելու կարողություն ունեցող Աստված մնեմ, որ ասիկա ինձի մարդ մղարկել է, իր պորոդուտերեմ պլիշկելու։ Ուստի արեք գիծեք ու դեսեք, որ անիկա կրիվի բաճար կբնդրե։ Երբ Աստուծո մարդը, այսինքն Եղիսե, լսեց, որ Իսրայելի թագավորը իր հանդերձները բادرել է, թագավորի մարդ վրկեց ու ուսավ, ինչու հանդերձներս բادرեցին։ Թող անիկա ինձիկա ու գիտնա թե Իսրայելի մեջ մարգարե կա։ Որ մեկ բաժինի մեջ կետրոնանամ սիրելիներ։ Թագավորին նամակ մգուքագոր ոչ մեկ ծևով չի փորձել որ ինքը բամը անել։ Այսինքն մենք մեզի շատ առաջարկներ կա, մենք մեր այդ կարողությունը չունենք, այդ բարգելը չունենք, ամեն չանքնենք, որ անոր մեջ մենք բաժին ունենալ։ Հոս թագավորը, ասե ես ով եմ որ ինձ այս նամակը ղրկել է։ Ես միթե Աստված եմ որ իրեն գրնան բժշկել արդյոք։ Խոնարհության մասին չի ասի մեզի մեսեջ մնե որ այն ասեմ որ հացակորձին դուր ինքը տողշին է։ Հոս թագավորը ճիշտ այս մեկը հոն Եղիսե լսեց ինչը սա թող ղրկե ինձի հբարդությամբ չէ սիրելիներ թող տեսնե որ հոս մարգարե մգա Եղիսե հբարդ չէր բայց Եղիսե լսեց թագավորի լրածը բայց ինքը հոն արդեն նախակայել արավ թող ինձի ղրկի այսինքն ես կանչված եմ այս մարգարեության ես կանչված եմ բուժելու համար ինձի ղրկեցեք Երորդ, ոս վտանգավոր բամը գա քիչ առաջ եղբայրը սա երորդ կետը սատանային միջամտություն, ինչ որ բամը բադայեցավ, սա որ սատանան անկից չի գնար, երբ տեսել մեկը Հիսուսին կմոտենա ու արին միջամտե։ Նախակայլը ինքը գարնե, որպեսզի այդ ճամփան մեջտեղը ինքը գնա եւ բսնսուկը իր շատ բան կփորձե որ փոխել։ Հիմա այս դեպքի մեջ որ պիտի գարտանք 5-րդ գլխուն 9-12 ուրեմն սատանային միջամտություն Նեման իր ցիերովն ու գարկլովը գնաց ու Եղիսեի տունը Եղիսեին տուրը գայնեցավ Նեյեմիայի ցիերով ու գարկովը գնաց ու Եղիսեի դանը տուրը գայնեցավ Եղիսե մարդ մղրվեց անորսելով կնա հորդանանի մեջ 7 անգամ լվացվե մարմինդ քեզ պիտի դառնա ու պիտի մաքրվիս Նեյեմիան փարգացավ ու գնաց ասելով ահա ես կգարձեի թե անիգա անդարագույս ինքովս պիտի կա ու գայնի եւ իր Եհովաս ծույն անունը պիտի կանչե ու ցերկը այնտեղի վրա պիտի երգնցնե ու փորոդությունը բժշկե Դամասկոսի ապանա ու բարբար կեդերը Իսրայելի բոլոր ջուրերեն աղեկ չեն, միթե չեն դեր նրանց մեջ լվացվի ու մաքրվի և դարձավ բարդությունով գնաց։ Հոս ով միջամտեց սատանան, որտեղ ինքը երկար ճամփորդություն կդրած է, հետանոս գուքավորուկով հրյա մարգարեի մկով պիտի բժշկվի, սատանան հանգիստ չի գնա։ Եվ ասպստիկ դեպքը, որ շապան հրավ Եղիսե մարգարեն, որ իրեն չերևցավ, այդ մեկը ցերկը բռնեց սատանան։ Սա տեսար, տուն զորակլուխ Նեեման, իր կով ուկաս, որ և ինքը ոչ թե միան, թեմ գնա չծծուց կեզ, տունշ չերավ։ Չինայցավ, այսինքն սկսավ մեջը այդ իր, որ Եղիսե մարգարեն, որ իրեն չերավ, ցերկը բռնեց սատանան։ Սա տեսար, տուն զորակլուխ Նեեման, իր կով ուկաս, որ և ինքը ոչ թե միան, թեմ գնա չծծուց կեզ, տունշ չերավ։ Չինայցավ, այսինքն սկսավ մեջը այդ իր
հին հպարտությունը մեջտեղ անել։ Սա ինչ կա, որ մեր կողմն ալ կեդեր կա, ես հոն կլոքնամ, հոն կլվացվի, ինչու մեր կեդեր ավելի, քիչն է կան հորդանանի կեդեր, հոս ինչ եղավ, սատանան սկսավ և հաջողեցավ մեզ, ինչ եղավ Նեհեման, կրնաղը դարձուց և կերտագոր ուր, իդի չպժշկվի, երբ վերադառնա վերջնական։ Հիմա պիտի նայենք մենք, թե ով հաղթեց, սատանան, թե Նեհեման, ավելի շուտագը Աստծո մարդը։ Չորրորդ, հնազանդություն և բժշկություն։ Թագավորաց 5:13-14։ Իսկ անոր ծառաները մոտեցան ու անոր խոսեցան ասելով. Ով հայր, եթե մարգարեն քեզի մեծ բան մրսեր, պիտի չնեիր, ուր մնաց, որ անիգա քեզի լվացվե ու պիտի մաքրվի սար։ Այն ադեն անիգա իջավ ու Աստուծո մարդուն խոսքին համեմատ 7 անգամ օրտանանի մեջ լվացվեցավ, ոսին հայեցեղաց։ Անոր մարմինը բզդիկ տղումը մարմինի բես եղավ ու մաքրվեցավ։ Ոսով աղթեց, դեր աղթեց, ով էր միջամտողը, մի ծառաները, այսօր, եթե շրջապատիտ մեջ գա անցիկ, որ բգայած ես իրեն, և կասկածի մեջ չէ կամ դակավին մեծ կասկածներ ունի, երբ կվգայես ինքնապերապար արդեն սատանան, որտև Հիսուսին պիտի երտայի, ինքնապերապար ինքը սատանան պիտի միջամտի։ Okay. Տուն պատկաչություն ունիս կամ հարադևություն ունիս, որ այդ անցին հետևիս և գրկին սատանայիխ, որտև մենք իպար հավատացյալներ շատ լավ գիտենք, որ երբ կվգայենք կխոսենք, սատանան արդեն ներկա է և իր կործը պիտի ինե։ Տուն այդ պատրաստակամություն ունիս հետևելու այդ անցին։ Թե ոչ, ես խոսեցա, ես ծանեցի կալեմ երտամ, սիրելներ այդպես չէ, մենք ծկեցինք, կացինք, սատանան արդեն իր կործը կա։ Հոս, այս ձարաները իրեն համոզեցին, որ եթե քեզի ավելի բարս պամ մսավ քեզի, եթե ավելի ուրիշ պամ մսեր պիտի չնեիր։ Ինչ եղավ, ոս գրգին խոնարհությունը մեջտեղ եղավ, որու Նեհեմանին, գրգին խոնարհությամբ ետ վերադարձավ և հորդանանի կետի մեջ 7 անգամ լսել լվացվեցավ։ 7 անգամ լվացվեցավ և ինչ եղավ մարմինը։ Մահոս ետ պիտի դառնամ հոգևոր բաժին, վերադարձավ բժշկվեցավ, մեղավորը վերադարձավ իր դիրոջ, փրկվեցավ, բժշկվեցավ։ Բայց անոր սիրտը ոչ թե մարմինը մանուկի պես եղավ, անոր սիրտը նորոգվեցավ, նոր սիրտը ստացավ, նոր սիրտը, մանուկի սիրտը սեմանի, այդ մեղավոր սիրտը գնաց, փորոց սիրտը գնաց և մանուկի պես ետ վերադարձավ։ Ասի հնազանդության հետևանքն է, հնազանդությունը բժշկություն բերավ, հնազանդություն Աստծո խոսքին և վկայություններում փրկություն բերավ։ Հիմա այս 4 կետերը գրքին գրտնենք, այո, մեղք և գիտակցություն, խոնարհություն և որոշում, սատանայի միջամտություն, հնազանդություն և բժշկություն։ Հիմա հոս անձնավորություններ տեսանք, չեմ գիտեր ցեզ մե ովքեր ուր էին, ով էին, ովքեր որ հանգրվանի մեջ են, չեմ գիտեր, գնալ մեր մեջ նորեկներ կա արդյոք անաբաշխար մգա, չեմ գիտեր, բայց դեր այսօր բոլորիս կխոսի, եթե գիտագից ես մեղքիդ, երկրորդ քայլը խոնարհությամբ որոշում առ, վերադառնալու սատանային ականջ մի դար, հնազանդիր Աստծո խոսքին և պիտի փրկվես։ Եթե դու որևէ մեկ հանգրվանի մեջ ես, այո, մեղք ես, գիտակցությունդ գիտագից ես, ապաշխարած ես, բայց խոնարհությունը չունիս ամենօրյա ապաշխարության կամ զղջումի որոշում առ այսօր վնես սկսյալ, որ որքան ադե մենք այս մարմնի մեջ ենք
պիտի մեղանչենք, պիտի սխալենք, որքան ադել մենք կհակնենք, պիտի աղդոդի մեր սկեսները, այդ ջերմակ սկեսը, որ հագցուց մեզի Տեր Հիսուս, պիտի աղդոդի որոշում ար, որ ամեն օր Տերոջը ներկայանալ Հիսուսին, զղջումով, իսկ սատանային ականջ մի գախեր, ինչպես պիտի չգրնասա, Եսե որ ամեն ադեն աղոտքի մեջ եղեք, այսինքն բացություն մի դար, որ սատանան արիտ ստանա, հարադև աղոտքի մեջ եղեք, հարադև Տերոջը գործի մեջ մնացիր, Տերոջը թաշտի մեջ մնացիր, որպես սատանային երբ թաշտի մեջ մտնես, որ մենք շատերս կնենք այս մեկը, այսինքն մեկ ոտք աշխարհ, մեկ ոտք եկեղեցի, մեկ ոտք հոգևոր, եւ ոնց սատանան արդեն մեկ ոտքը բավարար է իրեն, որ որսա։ Շատ զսուշ են մանկանոր սիրելիներ։ Չորրորդ հնազանդություն եւ բժշկություն։ Աստծո խոսքին բոլոր բادرներում երբ կհնազանդիս, այն ադեն առողջ թե մարմին թե հոգի ունենաս։ Հնազանդություն եւ բժշկություն։ Հիմա արդյոք այս դեպքեն վերջ ինչ էր արդյունքը Նեհեմիայի համար։ Ուստա արդյունքը եղավ։ Հիմա Իսրայելի մեջ արդյոք այդ օրերուն Եղիսեի օրերուն ուրիշ բորոտներ գան բժշկվեցան։ Բժշկվեցան։ Նայենք համար ինչ կսե։ Ուգաս 4:27։ Ինչ համար Սերբիան Նեհեմիային կնաց համարի մեջ։ Համարը նայեցեք ինչ կսե։ Շատ բորոտներ գային Իսրայելի մեջ։ Եղիսե մարգարեին ադենը ու անունց մեկը չմաքրվեցավ։ Հապա միայն Նեհեման ասում։ Մասիսով ով է գիտեք, Տեր Հիսուս Քրիստոսի։ Մեկը չմաքրվեցավ կսե, միայն հոս Նեհեմային հավատքը կքաչալեր է գոր Հիսուս։ Ինչպես որ Հայրապետին համար ասամ, Հրեաստանի մեջ այսպես ես, Իսրայելի մեջ հավատ չի դեսա։ Նոր ուխտի մեջ Հիսուս մեկ անգամ հիշվեր է Նեհեման և Հիսուս անցամբ ինքը հիշեց և հավատ։ Այսինքն, թուն, այո, մենք կրնալար ապաշխարած ենք, հավատացյալ ենք, բայց Նեհեմայի քայլերը կրնանք արնել, այս հեթանոս մեկը, այս քայլերը, այս հանգրվանները անցուց և բժշկվեցավ։ Մենք կրնանք այս քայլերը արնել, մենք կրնանք այս ցևով Հիսուսը մեզի իսե, որ բոլորն ալ չբժշկվեցան, միայն ասինչը իր հավատքին համար, անուններ կդրվի, բայց հոս ինձ համար նորություն էր, որ բնավ Իսրայելի մեջ մեկը չբժշկվեցավ, Հիսուս իր քավարները մեկու մեջ գնաց, կսե հոն չգրծավ հրաշկնել, Հիսուս չէր գնար հրաշկնել, բայց անոնց անհավատության պատճառով չգրծավ հրաշկնել։ 5:15 այդպես Անիկա իր բոլոր բանակովը Աստծո մարդուն դարձավ ու գնաց անոր առջև եկավ ոսավ։ Հիմա գիտած է ովևէ երկրի վրա Աստված չկա, բայց միայն Իսրայելի մեջ։ Հանգրվաններեն վերջ հոս միայն, այսինքն եթե անաբաշխար մեկը գա և այս քայլը արավ և բրգուտնում կդավ։ Ամոն գիտի իսե, որ ես ուշ մնացել եմ, միայն մեկ Հիսուս կա, որ կարող էր զիրս բրգել։ Միայն Իսրայելի մեջ Աստված կա, հետանոս մգս է, որ ասի կա իր հնազանդության հետևանքի եղավ և որոշումին։ Չորրորդ տակավորած 5:17 արգարտանք սիրելներ, ու Նեհեման ասավ, քուծարատ անգամ մնալ ուրիշ աստվածներով ողջագես գամզող պիտի չլինես, բայց միայն Եհովային։ Հիմա բամը արինք այս համարեն, մենք Տեր Հիսուսը կընդունենք, Տեր և բրգիչ, բայց շատ անգամ շատ զոհեր կմատուցանենք, որու գիտեք, չէ, զոհերը կմատուցանենք, գիտակցապար և անգիտակցապար, միայն մեկ հոգի ողջագես, մեկ հոգի զոհ, որն է անզոհը,
Սիրելի քույրս եղբայրս, հանգրվանները դեսակ, դուք որ մեկու մեջ ունեք չեմ գիտեր։ Եթե այսօր որոշում արիր, գրկին այսօր քննեք ու անցըդ և չանա վերջին հանգրվան ամեն օր հասնես, վերջին հանգրվան, մաքրվելու, սրբվելու, ես վստահեցնեմ քեզի թե ֆիզիկապես առողջ պիտի թե այդ հանգրվաններու մեջ քաչ վգամը պիտի լաս։ Եթե դագավին դերը բրկիտ չես ընդունած, արկ ու սիրտդ, ոչ թե մարմնով իբր փորոտ սիրտդ արև Հիսուսին կնա, որտև ինքը քեզ մե ուրիշ բան մջուզեր, միայն քո սիրտդ, որտյակ իմ քո սիրտդ ինձ դուր, և քո աչքերը թող իմ ջամփաներս դիտեն։ Գարնի Հիսուսը սիրտը ոչ թե հորտանանի քեդի մեջ 7 անգամ գտածխի, իր արյան մեջ 1 անգամ գտածխի և ընդմիշտ ասով կաչալերվին սիրելներ, որ կանադեն կյանք ունենք տագավին արիտ շատ ունենք։ Մի մնար հանգրվաններեմ մեկում մեջ ըսելով, որ ես այո, ապաշխարած եմ, դերոջի զավակն եմ, վերջավորության սիրելներ, հոն հասեք, հոն ըլլանք, միշտ հոն մնանք, այո, ինալ պիտի ինանք, սե արդար 7 անգամ ալինալ պիտի ելլե, ոչ թե դերը մեր ցերքեմ պիտի բռնե հանե, ես որոշում պիտի դամվել եմ, որոշել եմ հաստատ ամուր կանգնել։ Երբ կերտաս Տեր Հիսուսին քու սրտովդ հոն պիտի եսե, այս որդին գործված էր գտնվեցավ, մերած էր և ողջնցավ, և երբ կնորոգվիս օրեօր, թում լսես, հիներն անցավ ամեն բան։ Այն ինչ որ կյանքիս մեջ տակավին հինը գա և հինը գար և կշարունակեմ, թող ասկե վերջ այս երկը դլա, հիներն անցան ամեն բան նոր եղավ։ Եթե խոստովանենք մեղքերնից հավատալին ու արդարյան, մեր մեղքերուն թողություն դալու և մեզ ամեն անհրաժեշտությունները սրբելու։ Հիմա խնդրանք ունեմ Զեպիր քույր Չէ, Անիկույն ալոս չէ, պիտի խնդրեմ, որ աղոտ բարձրացնես տրամե, այսօր չեմ գիտեր ինչու Անիկրոջ դերվի գորբորահանները, ես Զեպիր քույրը նկատի արած էի, աղոտես, որ դեր մեզի, ինչ դա, հոնարության հոգի դա, որոշում արնելու, շարունակելու, կալելու, մեր հանգրվաններին դուրս ելելու, զղջումի բահմարնիկ սիրելներ և դերը բարի է։ Հորի որդու է հոգվի սրբու ամեն ողորմած Աստված, կթած Տեր, հավիտենական սիրով մեզ սիրող Աստված, կխոնարիք Տեր այս պահվան մեջ, կսուրբ ներկայությանը դարձև և գսենք ողորմե ինձ Ով Աստված, քո արած ողորմությանդ համեմատ, քո արած կտությանդ համեմատ, չնչե իմ հանցանքներս։ Դեր այս պահվան մեջ կգիտակցինք յուրաքանչյուրս, կգիտակցինք Ով Տեր, որ յուրաքանչյուրս ունենք դգարություններ, յուրաքանչյուրս Ով Տեր ունենք սրբակրվելիք գետեր, յուրաքանչյուրս Ով Տեր դգարացած ենք շատ անգամներ, բայց ինչպես որ Սաղմոս 2-ն գսե այս պահվան մեջ, մենք կհանդգնենք չարի լսելու, ով իմ թշնամիս վրաս մի խնդար, թեև ինամ պիտի ելնեմ, թեև խավարի մեջ նստիմ, Տերը ինձի լույս պիտի ալա։ Այո, Տեր այս պահվան մեջ գիտակցությամբ կեցած ենք քո առջևդ, որպեսզի Դու մեր մեջը տնես այդ մեղքի հանդեպ գիտակցությունը, որպեսզի զղջանք և ապաշխարենք, որպեսզի անգամը ևս խոնարհենք և փշվենք, որպեսզի անգամը ևս մաքրվենք և սրբվենք։ Այո, Տեր այս պահվան մեջ եկած ենք գոդրած սրտով և խոնարհ հոգիով և գսենք Ով Տեր, Դու գոդրած սիրտը չես անարգեր։ Փառքը լա Ով Տեր, որ Դու ամբողջ աշխարհը դնայիս, որպեսզի քեզի ուղիղ սրտով հարողները ուժով ծնես։ Փառքը լա Ով Տեր, որ քո աչքերդ բաց են արդարներուն վրա,
Հարկ լավ որ քո աչքերդ բաց են քեզի խնդրողներուն վրա, հարկ լավ որ քո աչքերդ բաց են խոնարհներուն վրա, խոնարհածներուն վրա։ Այո դեր այս պահման մեջ եկած են քո արջևը, եկած են քո ծունգերուդ արջև, եւ մեր աղոթքն ու աղաչանքն է ով դեր, որ թուն մեզ անգամ եւս լվաս, մաքրես եւ սրբես։ Եթե դեր այս պահման մեջ կան անձեր, որոնք դագավին իրենց սրտերը խստացուցած են ով դեր, որոնց սիրտը դագավին քարեղեն սիրտ է, կխնդրենք դեր Հիսուսի անունով, որ դու փշրես ով դեր, որ դու փշրես ամեն քարեղեն սիրտ եւ անոր դեղը մարմնեղեն սրտեր տնես ով դեր, քեզի բաշտելու, քեզի փառավորելու, քեզի համար ապրելու, աշխարհեն ետ դառնալու ով դեր Հիսուս, որպեսզի ով դեր մարդիկ մեր մեջը տեսնեն քո լույսդ եւ քեզի առաջնորդին, ով դեր Հիսուս այսօր մեզի այն համարձակությունը դու, ինչպես այն փոքրիկ աղջիկը ով դեր, որպեսզի չվախնանք քո անունդ փառավորելու, որպեսզի չվախնանք ով դեր քեզի վկայելու, որպեսզի չամճնանք ով դեր մարդոց արջև ասելու, որ ես կբաշտեմ միակ եւ ճշմարիտ Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, որ իր թանկ արինը թափեց ինձի համար։ Այո դեր շնորհակալ ենք, որ դու անգամը եւս կողորմիս, անգամը եւս կփակտես, անգամը եւս կքքվես, անգամը եւս կքթաս, որովհետեւ քո ողորմությունը հավիտենական է, որովհետեւ քո սրբությունդ ով դեր հավիտենական է։ Անոր համար դեր այս պահան մեջ եկուր անգամը եւս ողորմիր, անգամը եւս սրբե, անգամը եւս մաքրե մեզի, որպեսզի քեզի բիդանի աղախինները լան, որպեսզի քեզի արժանի զավակներ լան, որպեսզի քո արջևը դնազանդ լան, քո խոսքիդ հնազանդողները լան ով դեր, Դեր Հիսուս բաց մեր հոգին աչքերը, որպեսզի քո օրենքեր հրաշքներ վայելենք, բաց մեր հոգին աչքերը ով դեր, որպեսզի քո խոսքիդ հնազանդողներ լան, խոսքը միան գարթացողներ, լսողներ չլան դեր, հապա մարսողներ, հապա անիգա որոջացողներ, հապա անիգա խորձաթրողներ, Դեր Հիսուսի անունով այս բանով մեջ կխնդրենք, որ այս խոսքը ով դեր որ ցանվեցավ մեզ մեր իրականչուրին սրտին մեջ, մեր մտքին գիտություն չլա ով դեր, այլ մեր սրտերուն եւ հոգիներուն եւ մանավանդ մեր կյանքերուն մեջ դուր որ բդղաբեր դառնա, դուր որ բարան փողի վրա ցանված լա, որպեսզի բդուղը հավիտենական լա, որպեսզի բդուղը շինության համար լա, նորոգության եւ սրբության համար լա, քանի դու կանչած ես մեզի Սուրբը լալու ինչպես որ դու սուրբ ես մեր սուրբ Հայրը, Դեր Հիսուս խորձե, Դեր Հիսուս օրդնե, Դեր Հիսուս զորացու, հատուկեն ով դեր կխնդրեմ այս պահվան մեջ մեր պատկամաբեր եղբոր համար, Դեր Հիսուս ինչպես որ իր հոգին առողջության մեջ է, այնպես ալ իր մարմինը առողջ պահե Դեր Հիսուս, ամեն գողմանը օրդնես ինք եւ իր ընտանիքը, եւ դուր որ ընտանիքով քո անունը փառավորող եւ մեծարողներ լան ով դեր, որովհետեւ դու միայն արժանի ես, Դեր Հիսուս կխնդրեմ, որ այս պահվան մեջ, այս ցանված խոսքերը արդյունավետ լան, մեզ մեր իրականչին կյանքի մեջ, որպեսզի միայն դու փառավորվես, Հիսուս անունով խնդրեցինք Տեր, շնորհակալ ենք, որ լսող եւ պատասխանող մեր Հայրն ես, ամեն։